Ինչ ասեմ, բարի պայծառ առավոտ ասեմ, մեզ բոլորիս, տրամադրությունս լավը, բարձր, ուրախ, զվարթ, ստեղ ես գույնն ենք հիշում, հետո առաջ ենք գնում, դրսում այս են սիրում պայծառ օր եմ տեսնում, ձեր հետ միասին, պայծառ օրեր լինի բոլորիս, լավ օրեր լինի բոլորիս, այստեղ տեսնում եք աթոռս ոնց է սիրուն, փայլում հավեսով սիրուն, և այստեղ ձեզ ասում եմ տադամ, տենում եք ինձ սիրունը, տենում եք ինչքան լավն է, բավոր ես լուսամուտն էլ փոխենք, վաբշե լավը կլներ, բայց թե այդ մասին հաջորդ դասին, ոնց ասում են, կես կատակով, կես լրջով, ստեղ Ալեքսիս լեգո մեգոներն է, սենց բաներն է, թող էդ հետ, ես ինչ այս նամակ եմ ստացել, եղեք ասեք, որ սիրուն է, երեք եմ, որ պղինձ եմ ապրում ու հյուր եկավ, այն մի ծանոթ տղակար, ընկերուհուս մորքորի տղեն էր, ում խնդրեցինք, իհարկե, եկավ, ներկեց, համ իրան լավ եղավ, համ էլ մեզ լավ եղավ, ավելացած ներկուն է դեռ այն վաղտվանից, երբ որ այդ միջանցքը ներկեցինք, ու տքանը ավելացել էր, երեկ իրիկունը անձրևից հետո բալկոնի, ես կողքերն եմ սենց մաքրել ու մնացել է, ներկելուց հետո վալիկն է լվացել, որ կպահեմ, հետո էլի կօգտագործվի, էլի մեկը ինձանում շատ չկա, մեկ էլ տեսար մի ռեմոնտ մի բան, վալիկը լավ որակյա, պահենք ներքև, սիրելի հետևորդներ ջան ու ջան, հլը, տեսեք են ինչ բրդի կույտ է ինձ սպասում, մի մասը բաղնիք մա, էտ էլ հանել են բերել, ջրքամել, թողել որ ջրքամվի, հետո եսա, քանի որ ժամը շուտ է, չեմ ուզում հարևանից թենչուտ արթնացնեմ, որ գնամ սետկա բերեմ ու սետկով գլուչնիկի գործը սկսվեց, սետկի վրա եմ դնելու, հետո ինչ եմ անելու, քեֆ եմ անելու, բրդի ճիպոտը ձեռիս, քեֆ եմ ասում, թե ինչ քեֆ եմ անելու, բայց թե էտ է, հիմա տեսախցիկը շրջեմ դեմքով, ձեզ բարը լուս ասեմ, ինչքան ուզում եմ, սիրում խոհանոցը կա ու կա, պահի տակ, օպա, հլարի էլի աղբերություն, պահի տակ էլի ես խոհանոցը օգտագործում եմ, սիրելի հետևորդներ ջան, վայ ես տենց էլ գիտեի, երեք պղինձը մաքրելուց, ձեռքերս այդ նավթուլով տեղը տեղին վնասվել է, սենց ճղրտվել է, էտ է, կնոջ գործը էտ է, այսօր արդեն զգում եմ, որ թեթևակի հոգնածությունը կա, որովհետև անընդհատ ու անընդմեջ ուզում ես էլի գործերդ շուշուտ անես, քանի որ ժամանակ չկա, մեկ էլ տեսար Երևանից կանչեցին, երեք իմ համար տանը միամիտ նստած, որն է գործ էի անում ներքևիս հարկը տեսակ էտ ավլոգում,
կարգի եմ բերել իմ սրտով դες դեմ, մեկ էլ տենամ դե թղթաբանությունից 2 շաբաթ ով ատեղյակ, ռուսը սենց մի հատ լավ խոսք ունի, չէ, ասма если гора не приходит, если Магомед не приходит к горе, то гора приходит к Магомеду, Համի այդ տարբերակներն եմ դրսը մարդ կանգնած էկնիկային պատմել եմ ենքան ծիծաղել է ասում եմ էսով այարապ իմանամ վարակույրի էտենից դե նայում եմ ու համդուս եմ գալի ամասում եմ էսով եմ եկել առաջ կամ տենում եմ էտ ալվա ասում եմ վայ բախի չեք ձեն հանում կամ գոն է զանգում ասում ատա երևի մտածեցի շատ խառը կլնես որ ոչ գալիս ես ոչ զանգում ասի ես կամ ձեր մոտ, հետա եկավ, թղթերը տարավ, օպս, էրպեց կոֆին, եկեք լամի մի կոֆի խմեք, վախ ծաղիկ ջան, չտոսել ու չի լոս ծաղիկ ջան, սիրուն ջան, ես խիեք կես ինձ թողեք ծաղիկ ջան, Ay sirunaz. Ay sirun ջան։ Այսա քեզ կհանեմ ստեղից։ Ռոզաննա ատմեցինա վայ լավ եք էլի հետո խնդրում եմ թողեք կոֆե խմեմ Ռոզաննա ջան հետո կնայեմ ժողովուրդ մեկ ձեր նամակներին ու շեմ պատասխանում խնդրում եմ ներողություն բոլոր են մարդկանցից ու նամակներին շատ ու շեմ պատասխանում, բայց գոնելա պատասխանում եմ էլի, ինձ թվում է նեղանալ պետք չի, ասկում եմ ես սիրում տեղը, իմ սիրած գույնի ներքո, հավանց կարա եստի մի հատ կոֆե չխմեի, Եթե այս գույնը ստեղ էլ հասավ, շատ եմ սիրում, ես դեղինի ամեն երանգը սիրում եմ, հլա մի հատ դուք դեղին ասեք ու պատկերացրեք, թե Անահիտը ոնց է սիրում, իմ նման էլիգանտ ենց մարդիկ, որ դեղինի երանգը շատ են սիրում, Ես որ ես եմ շատ եմ սիրում, մի խոսքով, ստեղ էլ սիրունացինք, հուսանք մինչև ձմեր գոնել այս լուսամուտն էլ կփոխենք ու լուսամուտների հարցից կպրծնենք, ենքան էտ հանգացել են, տայներ առաջ շատ էժան էր, հմի լավ տեղը տեղին հանգացել եմ, բայց թե էտա, մարդկային կյանքը մենակ չթանկանա, առողջություն ունենանք մնացած ամեն ինչին կդիմադրենք Տեր Հիսուս, տենց բաներ, այսօր առավոտից, հետո մտածում եմ ժամանակին, որ բաղջայի ցանամ, կամ ես, կամ կեսրարս, մի խոսքով, այս հայաթն, որ բաղջա ենք մշակում, բոճկեք ունեինք, ստեղ հատուկ ժոլոբանման բաներ կեսրաս սարքեր, որ անձրև իջրի տակ էինք դնում, հավաքը մնդեղ էլ բակ ունենք, մի խոսքով ամեն հարմարությունը կա արած էլի, ընդամենը աշխատող ձեռա պետքը, ուզում եմ մի հատ բոճկա գլորեմ դեպի վարունգներից կողմը, որ անձրևաջուր հավաքվի ու ջրեմ, մեկ աստի անձրևի երկիրը հա գալիս է ու գալիս էլի զուր կրանթի ջուր չօգտագործեմ, որովհետև չգիտեմ, մենակ ես եմ զարմանում ու նեղվում դրանից էլ ոնց եմ վարվել այս մասերը չի, ստեղ արդեն լավ վարվել է, չեմ սիրում, որ տենց արնում, բայց թե տարբերակ չունենք, չգիտեմ, մենակ ես եմ տենց, թե
դուք էլ եք նեղվում, որ շատ աթանք ջուրը, շատ ինչի է այդքան թանք, չես էլ հասկանում։ Ամեն դեպքում Հմի առավոտից արթնացել եմ, որ խիղճս հանգիստ է, ինչ եփել այսօրի հարցերը կարգավորելուց, որովհետև ես որ սենց գործերի մեջ եմ մտնում, որ մեկը մյուսի հետ սենց շատ չխառնվի, այդ չեմ սիրում, որ ճաշը օրինակ չափից ավել է սարքում 2-3 հոգու համար, չեմ սիրում, որ սենց մեծ պղնձով ճաշ են եփում, սիրում եմ, որ թարը մտնի, գործի տանունն ինչ ամեն օր դիրեփի, բայց սենց դեպքերում գոնեն ենց բան եմ եփում, որ ուտելը հաճելի իզնի էլի, տհաճություն չպատճառի։ Այ, կներեք, գիտեմ ասելու եք առողջություն, ես էլ ասելու եմ շնորհակալություն։ Ոնց հասկացա, այո, ճիշտ էլ գրել էիք, ոնց որ թե մրսածության պահեր կա, բայց թե հուսամ անցնելու է, մեզ չի, շաքարենք, հալվենք, տենց բաների ենք դիմադրել։ Ինձ պետք է որ շուշուտ անեմ, խիղճս հանգիստ լինի, այսօր էլ որ ես ներքնակից պրծնեմ դա մի հատ ես իմ թե ինչ լավ բան կլինի, դրան զուգահեռ էլ խոհանոցային էջի համար էլ եմ ուզում վիդեոներ նկարեմ, որ էջս պասիվ չմնա ու չմնա, շատ բարձի թողի աչկերով նայեցի էդ էջից, դրա համար մի տեսակ սենց չի ուզում էլի իմ սրտով առաջ գնա։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա ինչ եմ ասել, եղանակը լավն էլի, բուրդս ծախտեմ ու երևի թե չեմ պատկերացնում որտեղ եմ փռելու, որ ճիշտ լինի։ Մեկ մտածում եմ բերեմ ստեղ կախեմ, մեկ էլ մտածում եմ ներքև ոնց որ ավելի լավ կլինի ու հեշտ։ Մեկա երեք հատակ մատակ տեղը տեղին մաքրել եմ, կարամատյալ փռեմ ու ներքևում էլ թողամ, երևի ճիշտ է այդ կլինի, չգիտեմ։ Տեսնենք, լույսը բացվել է, բարին էլ հետը կբացվի, այսա մի քիչ գոնե ժամը 11 անց դառնա, որ կարողանամ գնամ հարևանիցս ուզեմ, միգուցե մարդիկ երկար քնեն կամ վերջել, չեմ սիրում առավոտ շուտ, որ մեկի դուռը թակեմ թեկուզ ամենաշուտ, իմ ամենամոտ հարևանի դուռը չեմ ուզում 11-ից շուտ թակեմ, որովհետև այդքան էլ ճիշտ չեմ համարում։ Բրդից պրծնեմ, բարձանամ վերև, մտածում եմ զալիս խալին է լվան, ուտնանք առաջ աստված ոնց կլի։ Լուսամուտներ է լվան, վերև մաքրելը հեշտ է, ներքևն մի քիչ աշխատատար։ Ալեքս, հլա, լավ գիտես, չէ ինչ եմ ասում, ոչ մեկին նամակ մի ուղարկի, ես լսում եմ,
Ոնց է պահը բռնացնեմ, բաժանորդներ ունեմ, ովքեր շփվում են Ալեքսի հետ անձնական, մեկ էլ նայում եմ աչքերը բացում ա ու գնաց, նամակի հետևից, ու ես չեմ սիրում տենց, ճիշտ չէ, էլի ամեն օր մարդուն ժամանակից կտրես, չի կարելի, արդար չի, վաղուցերս տեղ չէի նստել, վաղուցեր ձեր հետ տեից կոֆե չէի խմել, կիսատ պռատ ռեմոնտ եղավ, բայց թե ինչ անեմ, կարևորը թարմացավ, այն լաքեքը, չգիտես թե ընչերը վերացավ էլի, սիրուն գույնը ստացավ, համ ներկս չփչացավ, մի տարի խնամքով պահել էի, անցած տարի ապրիլներ, երբ որ գնացինք ջերմուկ, բաղնիքն է սարքվում էր, այսինքն որ թվին ենք սարքել 24, թռավ մի տարին, ես պատկերացնում եք մեր վարպետն ընքան վստահելի ու լավ մարդեր իմ տան բալանին տվել եմ իրան, ինքս են զարմացած նայում էր, ասում եմ հա, վեր կար, թողել եմ իրան ու գնացել, եկել եմ տեսել եմ սորգոց, ու ներկը դեռ ընդեղ էի, որ զանգեց ասում Աննա ջան ներքն ավելացել է, բայց ես լավ փակել եմ, ասում եմ բակը փչանա, ասում չէ, հա, տարով էլ պահես, բան չի լի, ես սենց մտքիս մեջ մտածում էի էլի, ասում էի այ Տեր Աստված, տարով պահեմ, որը չէ, բայց եկավ իրոք տենց եղավ, հա սոր կքսվի, հա էգուց կքսվի, տենց մնաց, այն անգամ էլ Նիկային ասում բա ես ըտեղ էի, գոնե դրան փող չտային, ես կանեի, ասում եմ դե ենքան բան կար անելու, արավ չարավ, ես մի հատվածի փողն արավ, բեր կսենք կորի գնա, համ ներկը չի փչանա, համ ամենակարևորը մեր տարածքը սիրուն կլինի, ուղղակի ինքը կիսատ պռատ բաներ չի սիրում, ասում ու դա ինչ կլինի, ասում եմ իմ համար հաճելի կլինի, ես անընդհատ պատալոքին չեմ նայեմ, բայց կողքերս նայում եմ ու արդեն իսկ իմ սիրած գույնն եմ տեսնում, դրանից հաճելի բան հաստատ չկա, չի կարա ալնի, սիրելի հետևորդներ, ջան, հիմա վեր կենամ, այն ծաղիկը սարերի տակից բերեմ տեսը, հլա մաղթ, աստեղ մեկ կա է, երեկ է սաղ, առաջ ենք կաշել, ու ես խեղճին թողել ընդեղ, արդեն նորից երեկ մի գրառում աչքովս ընկավ, լավ հիշեցի ես տետր-մետրն աչքովս ընկավ ու էլ աչքովս չընկավ, թե գրողներ ջնջել, թե ոնց էր եղել ես չհասկացա, բայց լավ հիշում եմ այդ գրառումը, շատ ճիշտ բան էր գրած, շատ քեֆս բերեց, չգիտեմ, երևի նոր հետևորդ էր գրել, իմ բնավորությանը ծանոթ չէր, գրել էր, որ Անահիտ ջան, այդքան ամեն ինչ անում ես, լավ ես անում, գնահակնվի, բարի լույս, ոչ մեկին SMS չուղարկես, դե գնա, ես լսում եմ Ալեքս քեզ, ես լսեցի, տեսա, գրել էր, որ Անահիտ ջան, այդքան ամեն ինչ տեղին անում ես, Ալեքսի ուսումը բաց ես թողում, պահի տակ սենց համ զարմացա, համ նեղվեցի, համ ազդվեցի, որովհետև իմ ցավոտ կողմն ա դա, ես միշտ ասել եմ ու չեմ էլ ամաչում, որովհետև այսօր կյանքն ա այդ ձևի, ես միշտ ասել եմ, որ Ալեքսը ուսման մեջ չի փայլում, չեմ էլ պարծենում,
չեմ էլ սուտ, հետո որ ասեմ էլ հասկացողը հասկանում է, չհասկացողն էլ ավելի շատ է հասկանում։ Գրել էր, որ բաց ես թողում, գիրք կարդացեք, հեքիաթ կարդացեք, իրար հետ քննարկեք, շատ քեֆս բերեց, շատ լավ բաներ գրել, ջարդում ես այդ դռները, ախր դղկոցս տեղա հասնեմ։ Ձմեռը ընքան սովորացրի դուռ փագի, հմի էլա մարա նորից դղկը շղկը դուռը փագում է։ Ու ովքեր ինչու տվանից են հետևում, իմ Ալեքսես հա կարդում է, բայց որ ասեմ կդնի ու YouTube-ով կկարդա, չի կարալնի տենց բան, որովհետև ինքը չի ուզում։ Եթե մենք կարդում ենք իրար հետ մեր կողքին երկրորդ մարդ լինի արդեն երրորդ, то есть ինքը չի կարդա։ Ինչ մնա թե YouTube-ով կարդա, որ բոլորը տենան, չկա տենց բան։ Այդ երեխան չի ուզում։ Ու դա չի նշանակում, որ կամ ինքը չի կարում, կամ մենք չենք անում։ Փառք Աստծու, մարդ եթե ծնվել է, թեկուզ ուշ, բայց ամեն ինչն էլ կարում է։ Մեկի մոտ շուտ առնում, մեկի մոտ ուշ առնում, իրանց դասարանում երեխա կա, որ Հայաստանում IQ ոլորտում առաջիններից մեկն է։ Երեխա էլ կա, ոնց իմ Ալեքսը, ոնց են ասում, զորով է հասցնում, ինչ կա դրա մեջ, կամ թեկուզ հետ է մնում, դնենք ամաչենք, չէ, բայց որ մնա, որ թողաս ուսումը, գիտակից ծնողը ոնց կթողա, կյանքիդ օրերն է անցնում, տարիներդ, շաբաթներդ, ոնց թողաս, չգիտեմ, երևի թե նոր հետևորդեր, ախր չէ, էլ հիշում է անուննով էր, բայց ամեն դեպքում, այո, ինքը գիտակից մարդ էր ու լավ բաներ խորհուրդ տվել, բայց մենք այս գործի պիկ վաղտ իրիկունն եմ անում, ոնց օրինակ երեկ ենք մենք սպաղվել, առաջի օրը, դրա առաջի օրը, եթե հանկարծ դուք ինձ մեկ նախատում եք, ասում եք դու որ իրան թող հանգստանա, եթե ես իրան թողամ, բարձի թողի վիճակում իրոք հանգստանա, եղածն է կմոռանա, ու դա իմ համար ամենասարսափելին կլինի, դրա համար օրվա մեջ գոնե կես ժամ ես տալիս եմ իրան, որպես ծնող, որպես պահանջատեր մարդ, այդ երկուսն իրար հետ, ու ինքը էլ չի կարում փախնի, որ չեմ անի, այս չեմ անի, այն չեմ անի, եթե ես այդքանը չանեի, ինչ գործ ունեմ, որ ամառվա տժման արևին, ով Երևանից փախնում է մեր մոտ, մենք գնում ենք ընդեղ, հանուն Ալեքսի, հանուն, որ հանկարծ մի պուճուր մի այսքան էլ առաջ գնա, չգիտեմ, մարդիկ տարբեր են, ինձ թված ինքը նոր բաժանորդա, որովհետև երևում է էլի մարդու գրածից ինքը քեզ հեգնում է, ինքը քեզ ուզում է ծաղրի, թե իրոք ուզում է մի լավ բան ասի, դուրս եկավ շատ ապրեք, երանի այդ ձևի մարդիկ շատ ելնեն, այնպես որ ուղղակի մենք էջում, ես կուզենայի, օրինակ Ալեքսս ունենար այդ ձևի էջ, որի տերը ինքն ելներ, խոսքի հեքիաթ կարդար, ոնց ասեմ, այդ ձևի էջ վարեր, բայց այդ իմ երեխինը չի, ոնց բացատրեմ, դա իրանը չի, ցավոք սրտի, ես ինքս միշտ գիտեք ասել եմ, լավ եմ սովորելուն երկու ձեռով կողմ եմ, ախ ու վախ, բայց մեր մոտ էլ ուրիշ ձևի է, ոչինչ, գտնում ես մի ուրիշ լավ կողմ, տեսեք, նույն չկարդացող երեխան երգ է, ասենք դրանից չի կաշկանդվում, ես դրանից եմ շատ զարմանում, բայց որ ասեմ դիր, օրինակի համար կարմիր գլխարկ կարդա, կամ ընքան լավ բանաստեղծություններ ունենք, չկան, իրանց գրքերում չկան դրանք, ես չգիտեմ ես ինչ են անում, բայց ես իմ մանկության տարիների բանաստեղծությունները նիետ չկան,
Բայց թե չես խորանում, քեզ չես կոտորում, որովհետև մենակ քո երեխեն չի, այսօր Հայաստանի մասշտաբով արտադրված գրքեր են, որտեղ կան, որտեղ չկան, ցավոք սրտի, ու ես չեմ անդրադառնում այդ թեմային, որովհետև դա իմ համար ցավոտ է, այդքան մի բան, շատ խոսացի, իջնեմ ներքև, ընկնեմ բրդերից ջանին, մի հատ որ դրանց հարցերը լուծեմ, չէ, այսօր պերաշկի եմ ուզում թխեմ, որովհետև ասում եմ մամա ջան, դու մոռացել ես պերաշկին ոնց են սարքում, ու այսօր մի ուզում եմ թխեմ, վերջացնեմ այդ ու իրիկունը քթից տակին մի լավ երկ մրմռալով իմ համար թխեմ էլի, այդքան բան, ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր, էվիթե բուրդ ճիպտելուց կհանդիպենք, գնացի։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, իջել եմ ներքև, դուք, ես ինչ եփել, այսօրի հարցը ասել չէ, կարգավորած է, դրան զուգահեռ մի հատ լիմոնի ջուր խմեմ էլի, համել պերաշկի տեմ թխի, պերաշկու կարտոշկեն, ոյ, դնեմ էփի, արևն ուղիղ գլխիս է տալիս, բայց թե ձև չկա։ Այս մինչև տաքանն է։ Այս ջուրը թափենք։ Հետո ջուր դնեմ։ Այս ջուր է դառնա։ Մենք էլ գնանք զարյատկե բրդերի աշխար, ստինած լավ հովա, հենց լավ հովա, էլ ասելու չի, Ալեքսը սովածա չենք նախատասել, կոմեիդան կանչեմ, ուտի մինչև ես չվերջացնեմ ու տողը չեմ, ուրեմն մի մասն արդեն անում եմ, մի մասը սենց փռել եմ չորանամ, ստեղ հին թվերի սետքի վրա ով ա կանգնել, թռել, չգիտեմ ինչ արել, աթոռին որ տնեմ, լավ չի լի գործը, հլա սպասեք ստի դնեմ, ու սրան էլ սենց անեմ, ստացվեց, խպում ենք, որ բացվի, պետք են էլ ընչի համար, որ ավելորդ բաները սետքից կապի ներքև։ Որտեղ ձեռով եմ անում, հետո որ էսա մի քիչ փշեշի, մի հատ էլ եմ ձախտելու, որ ավելի լավ լինի։
երեսու հանի շրջենք մի հատ էլ սենց just calm down. Ապրինել երևում է իմ գործողությունը ավելի ճիշտ այս էլ ստեղ եթե ավելորդ բաներ կա նորից սենց վերանայում ենք Սրան տանում խռան տենում եք ինձ սիրուն երկար բորդա Սրանց ես ամիջիչ չավանան մի հատ էլ եմ ձախտելու որ լավ հավեսով տեղը տեղին բացվի, տենում եք, հիմա սրանց տնեմ սետքին, հետո գնանք տենանք բաղնիքը ինչա կատար, թող չորան, որ ճիշտն ասեմ հոգնացնողը, Բայց թե դա կնոջ գործը ստեղ հանել էի օպալա Սվով Տենում ենք ես ինչ լավ աստացվել Սիրի հետևորդներ ճան Մինչև ճաշը տաքանա Մի հատ սրահախ են գանք
Այստեղն ավելի լավականվե, որ ճիշտն ասեմ, առավոտվա 6-ից սա կանվել է, ես թող մնա, որովհետև սա դժվար է կանվել տակին, իդա մի հատ սենց կանենք, թող կանվի։ Լեսներ անջատենք, օպա, այս կոմինն արմանգով փորձը անջատեմ, դա սրան։ Սելես, ուզման մի հատ, ահանդեն մեկ ինչ լավ կանվլում է, էդն տիրա, այս էդկեն ետքան լավ բան է, Ալեքս, այ Ալեքս, Ալեքս, թեկը լսի ինձ Ալեքս, այ տղա, Արի, Ալեքս, այ տղա, Արի հատ ստելը, դե արի, այդ խես լույս վարել, Անջատեց ելի, բայց խե իր վարել, անջատեցի, ապրես, դե արի, 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 չէ սենյանի, հա, դե արի, խես երկար թեվ հակել, դե դրա համար հակեր եմ, որ շոպ բան չա, հա, դու ներքևի բնակի չես, ներքև սարնա, չվերցնես կջղայնանամ, սկսել է իմ տղեն, բռերով կանֆետ ուտել է, բռերով, ես չեմ սիրում, որ տան մեջ պահում եմ, բայց երևի սկսեմ պահելը, ապտացես բաննավոր, ես քեզ կտամ, Ալեքս, դու առանց ինձ ասելու մի վեր կա, ես կսացնեի դրած հաց կարյանը, ահա, այս հաց հիմար ոնց ես ինձ լսում, կանֆետ հիմար է լսի, էլի, որովհետև քաղցը սիրտս կանֆետ չէ, սիրտը թող կանֆետ չուզի, կանֆետը լավ բան չի, կանֆետը լավ բան չի, տղա, նայ ածում հմա, չէ, նայ ածում հմար, ես չեմ ասում հմար, շպիղա, բոպես տոնն գավ չեմ սիրեմ պանի ճոնջ, մի սիրի պիղ, ես տակացել է, ինչ ես հացամանա համի, մամա, ես ուզում եմ Իվան ռեստորան սարքենք և ռեստորան, տեղ չի, բայց ստեղ պտի համենք, և ուզում եմ Իվան ռեստորանի համար անկատիտ բան ասեմ, դա մի օպեն ճանջի, Սիրելի բաժարատներ բանս, ոնց եք նայք, ես արդեն լավ եմ, մամա, ես ասում եմ չեմ ջրանացնում, ու շատ կանֆետ եմ ուտում, ու շատ կանֆետ եմ ուտում, մամա, վրես ենքում դա, լավ էլի շկայդյան կոնֆետ վերցնում, շատ եմ փնտրում, կոնե սրանից չէ, հաց ենք ուտում հմի, Այդ չեմ վերցնել, խոստանում եմ, Ալի, մամա սիրտս իշխանի իգր է ուզում եմ դու առնես, բես մեր տուն ծարքես ուտենք, կգնանք խանութից կարնենք ուտես,
Հա, սիրտս իքր է ուզում ահավոր, ինչ ես բոպիկ որ դամաշնիկ խարքի։ Դամաշնիկս տակը թացեր, պոլերն է լավ մաքրել։ Որ այդև սիրտս քաղցր կանֆետ է ուզում, որ գնայիր խանութ սուպերմարկետ կանեիր։ Մեր տանը քանի սորտի կանֆետ կա, դու առավոտից կանֆետի պլանը գերա կատարում ես։ Մամա, արի գնանք տեմպամական այգի Գյումրիով գնանք գնացք, հա, նստենք գնացք, բան պատվիրենք գնացքի մեջ, չայ պատվիրենք, ճաշեր, քաղցր բաներ, չայ, կոֆե, կակաու ու վсё։ Ու մեր գնացքում հեռախոսներն էսենք հետնես տանել ենք, որ չմորանամ տանը։ Թե չոր մորանցա տանը տատեն զանգելու ասի, այ Աննա ուր եք։ Դու էր ասել, որ մամ Գյումրիում եմ։ Հա, բգնա։ Ճաշ դուբեր դակավատը Հա, ես դուբեր եմ, դու հացը հանի։ Դավա մի խոսքով։ Որ քեզ հարցնեի, ասի որ ասեի կարելի է մարոշնի ուտել կոնը կամ մի հատիկ կանֆետ ուտեմ։ Աուտը գվեր կանամ նոր կուտեմ, հիմա չէ։ Ես հիմա եմ ուզում կամ։ Հիմա չէ։ Թալ հանի, համով սոուս եմ ենք, մի քիչ ջուրը Էս ինչ տակ։ Գոլոտա, լավն է, թալը հանի, սրտիկս։ Սովա շես դու են ստի հացի։ Ես գործ եմ անում։ Հա։ Ամեք ինձ ուշად իր տղամն։ Հա ինչ։ Մի խոսքով։ Նայքներա տենց բան անում, ինքներա տենց կանֆետ վերցնում։ Հա։ Զանգի նայքն ասա դու նայք ավտոյես կեն կանֆետ վերցնում ես։ Ոչ, նարեկ նիրա մամային խելոք լսում։ Ես էլ ուզում եմ այս կանֆետները ոչ պես, թե չէ ես եմ ուտելու։ Մի խոսք։ Այս կանֆետ Սիրելի հետևորդներ ջան, օրը կիսվել է, արևն ենքան շոքել, այ, ես էլ լավ հոգնել էի, ասի լավ, ով է հետևիցս ընգել, մանրից գնամ տուն, վերջը ինձ էլ է մեր բերել մի քիչ հանգստանամ, որովհետև այս աջ ձեռս էլ չեմ զգում հլա ոնց ուռավ, իրոք ուռավ մի այլ կարգի, որ հետ ինձ պետք չէր, բայց թե ինչ անեմ էսա, իմ ներքնակի բուրդը համարյա թե պրծել եմ է, բան չի մնում, այս այ ամնում, են էլ, որ անկեղծ ասեմ, էլ չեմ ձգում, թևս ցավում է մի այդ կարգի, այ թե առողջությունն ինչ բան ահա, որ կորցնում ես, էլ հետ չի գալի, չքան ուզում ասիրտը դուզի, որ դու անես, բայց ախր առողջությունը տելտի է թողավոր անես, երկինքը սիրունամ, հույս ունենամ աստված ողորմա, անձրև չանի, բրդին քամին սենց լավ տա, ուզում էի մի անգամից երկրորդն էլ ձախտեմ, ես միշտ սիրելի հետևորդներ ջան, սենց ձախտում եմ, ճիպտում եմ, փռում, հետո մի երես էլ եմ ձախտում ու հլա տեսեք բուրդը ես ձևի բանա, ինչքան ուզում ա դու մաքուր ու լավ լվանաս, իր ամեջի մազերը միշտ չորանում ա ու թափում, դրա համար միշտ 2 անգամ եմ ձախտում, չի դե այս ենք բաներ, այ աստված ջան, ուշ դուր ես էլ անեմ, խնդրում եմ քեզ, ու այսօր հերիք ա, Ալեքսս բեռաշկի ա ուզել, էտել եմ անելու, ուզեմ, չուզեմ, երեխեն ինչքան օր ա ուզում ա, արդեն, էլ թևս չեմ զգում, եթե անկեղծ, մի խոսքով հարմար չի մի ձեռով նկարել, մի ձեռով անել, ես էլ ճիպտեմ, մի հատ տարած քավլեմ, հետո գնամ տուն։ Մինչ ես տան գործերով էի, պատվիրել էի միտք բանջարեղեն,
Այստեղ մեր հայկական անուշահարցիրանն են պատվիրել, բերեցին, տվեցին, շնորհակալ եմ շատ, այստեղ լոբիա, այստեղ էլ վարյոնգա, բանգու ինչ-որ թե թանգուտի չհասկացա, իմ այգուց էլի հլա ինչ կանաչի եմ քաղել ու պերաշկի եմ թխելը, մի խոսքով, գնամ գործերով։ Արաքսին է ասում դու գնացած ես այդտեսը։ Չգիտեմ, ում ես ասում։ Ինչի ասես մեր ճանաչած։ Հա։ Իրինա սոված ես։ Ալեքս իրենք ճամփային եկել։ Իրինա հոգնած ես։ Ալեքս ճամփող։ Ճամփից հոգնելը։ Ինքը քեզ չենք տալու։ Ես որ ամենամուտ բան եմ անում, հացը քիչ եմ ուտում, բերաշկինը քիչ եմ ուտում։ Եկեք։ Այսպես։ Սիրելի հետևորդներ, ջան, ես իմ համար տանը իմ գործերով մեկ ես նայում եմ մորքուրս աղջիկն է զանգում, թե բա ինչ կա, ոնց ես, ինչ ես անում, ասում եմ հեչ։ Տանը բրդագոց, սենց, մեկ էլ ասմա սուրտ ընկնես, մտածում եմ պապականը, որովհետև մտքիս ծերով չեր անցնի, որ կգա, այս ընթացքում իրար արդեն հասցրել ենք, տեսնենք, թե գիտեք, ու կատակտարավ իրականություն, շատ ուրախացանք, շատ ոգևորվեցի մորքուրս իր երկու աղջիկներով, եկել է մեր տուն, հմի գնացին մամային բերեն, ավտոյով ու երեխեքի ձենը այս պահին չկա, տանը լռությունը, ասում եմ, վայ, երբ որ ասավ ուզում ենք կանքել, ասում եմ, բայց տենց արդար չի, պետքա ասեիք, այս կոմենկոմ ասում եմ, ասեի, որ պատրաստություն տնայից շատ էլ արդարա, մի խոսքով, բայց թե էլի պերաշկի էի թխում, մահանեն Ալեքսս դարավ, լավ էր այտա ու մի հատ էլ պիրոկ թխեցի, քան երեխա են տան աստվածին, այն երկուսի ճամբար են, այն մեզ տատիների օրն ընգա, որ այս պային չեմ իշում կոն երեխա են տանը ու այն որ տպավորություննա Քրիստինային ասում եմ հաշվի եկել ես գեղի տատի տուն, դրանը բրդերը թռավ, պերաշկին խմողն արած, հլը մի հատ էսա չեմ ալարելու ցույց տան, նայեք թե այն ինչ պիրոկ եմ թխել, արագի մեջ է, րոպեների ընթացքում ասի ենքան նահացում եմ, համ տանը քանի մենակ եմ, համ նկար եմ, համ ենքան խմողնան եմ, իրանք որ կան արդեն պարզավոր չի լինի։ Ու մի խոսքով Ալեքսս էլ հետը տանը 5 երեխա կա, Քրիստինեից այն մեծերը ճամբար են, Մարկոս Միքայելը ճամբար են, ու դիսեցում նստեցինք,
հավեսով ժամանակ անցկացնենք, կոֆե, մոֆե, պիշկի, պիրաշկի, տենց բաներ, բայց թե երեխեքի հետ առանց սուպի անհնար է, չէ՞։ Ասենք մի հատ սուպ տնենք ու հանգիստ մեզ գրախը տանք, սենց ասեմ, գրառումները մով ես գրել չեմ էլ հիշի, կներեք, որ սենց եմ ասում, դե որ հյուրեր չես ունենամ, կարում ես գործերը տանես, երեխեք ջան հյուրեր եմ ունենամ, գործել եմ անամ, ամեն ինչն էլ մարդում արա, ես իմ հյուրերից ուրախանում եմ, կոպիտ ասած չեմ ցրում, ասում հարմար չի, շատ սիրում ձևով էլ, ես ինձ լավ եմ զգում, որ ինձ հարգում են, իմ դուռը բացում են, ոչ թե գնում էստեղ հասնեմ ու հասկանում, որ այս ինչ մի բարեկամը ցրեց քեզ կոնկրետ մի ձևերը։ Ինչ որ։ Դե գնա դուրս։ Գնա դրանը խաղա։ Թե մաման էլ է հետո։ Ոչինչ։ Ասում եմ իրար հետ կրվում են Ալեքսին։ Հա։ Ասում եմ Ալեքսը քո աղբերն է։ Իմ աղբեր չի։ Ասում եմ քրտի իրան, հա, իրան բարիշ ասում եմ։ Իրա խաղալիքներ։ Չի եք կրվում աստեղ գնաց, ահան, կրվողից տեսեք։ Ընդեղ կրվում են ընդի բարիշը։ Ջան, ես ինչ ես անում։ Դու բերելա տուն։ Հա, տար դուրս։ Ոչինչ։ Հանգստացի, ոչինչ։ Ահա։ Հեչ մտքով ես չեր անցնի, որ օրվա ես չախախանախ կունենամ, սենց լավ տրավմատությունն էլ հետ է կունենա, սիրելի հետևորդներ չան։ Այս բրդերս հասցրեց լավ չորանա, Ալաքսիս ու Քրիստինս օգնեցին տեղավորեցի, առավոտը նույնը ռեպետը ենք անել։ Ալեքս! Երևի թե այսքանով վերջ, սուպիկն էլ ապատրաստ, սրանց էլ տնենք տեղավորենք, ուրախ սվարդ, պատրաստենք, ինչ ապատահել, Ալեքսի։ Ես ուրինը բաշեցինք ու Բարշեցիք, համոտ չի, որ կրվում եք այ բալաջան։ Չէ, ամոչ չի։ Ամոտ, այ։ Սելա, կգնալու, տանեմ, դուս չորանա, տեսնեմ ինչ ենք։